Ինչպես որ մարդը մտածում է իր սրտի մեջ, ինքը հենց այդպիսին է, ասում է Աստվածաշունչը Հռակաց 23:7 համարի մեջ սիրելիներս։ Տեսեք գրված է, որ նա իր սրտի մեջ ինչպես մտածում է, այնպիսին է։ Այստեղ երկու բաների մասին է խոսում՝ մտքի եւ սրտի։ Գիտեք, իրականում մեր միտքը դա նման է մագնիսի, որ ինչի մասին դու սկսում ես մտածել, դա էլ ընդունում ես քո սրտի մեջ եւ դու դառնում ես այդպիսին։ Հաճախ մենք մտածում ենք ինչի են այսպիսի վատ բաներ կամ ինչի են այսպիսի լավ բաներ, որովհետեւ երբ որ մենք սկսում ենք դրական բաների մասին մտածել, մենք սկսում ենք դա քաշել մեր ներսը, մեր սրտի մեջ։ Երբ որ սկսում ենք բացասական բաների մասին մտածել, մենք սկսում ենք դա ընդունել մեր մեջ եւ մենք դառնում ենք այդպիսին։ Մարդը հենց այնտեղը չի դառնում չար կամ հենց այնպես տեղը մարդը չի դառնում բարի, որովհետեւ երբ որ դու սկսում ես մտածել բարի բաների մասին, դրական բաների մասին, դա դու ընդունում ես քո սրտի մեջ եւ դու դառնում ես այդպիսին։ Երբ որ դու սկսում ես մտածել բացասական բաների մասին կամ սկսում ես վախենալ ինչ-որ բաներից, որ հանկարծ դա կգա քեզ, կկպնի քեզ, վայ հանկարծ էս կլինի կամ այն կլինի, գիտես դա ընդունում ես քո սրտի մեջ եւ դրանք սկսում են պտուղ բերել քո կյանքի մեջ։ Այսօր սիրելիս ես կոչ եմ անում քեզ, որ դու չվախենաս նախ ոչ մի բանից, որովհետեւ Աստված քեզ հետ է, որովհետեւ Աստծո ներկայությունը քեզ հետ է եւ առաջնորդում է քեզ եւ հետո հաջորդ բանը սկսեք մտածել դրական բաների ուղղությամբ։ Եթե ձեր կյանքում կան տկարություններ, թերություններ, մի վախեցեք, սկսեք խոսել դրական բաներ, սկսեք դրական բաների մասին մտածել, որովհետեւ այդ ձևով դուք դա ընդունում եք ձեր սրտի մեջ եւ դուք դառնում եք այդպիսին։ Թող Աստված օրհնի քեզ այս վարքյաններից սկսած մտածեք դրական բաների մասին եւ ընդունեք դրական բաները, ընդունեք Աստծո խոսքի օրհնությունները ձեր կյանքի մեջ, որովհետեւ դրանք կգան ձեր սրտի մեջ եւ կփոխեն ձեր կյանքը, ձեր մտածելակերպը եւ ձեր սիրտը։ Եղեք օրհնված Տեր Հիսուսի անունով։ Մտածեք դրական բաների ուղղությամբ եւ խոսեք դրական բաներ ձեր կյանքերի մեջ եւ թող Աստված օրհնի քո կյանքի բոլոր օրերը Հիսուսի անունով։ Նաեւ տարածեք այս վիդեոն ձեր ընկերների մեջ եւ թող Աստված օրհնի քեզ առատապես։ Ամեն։